Եգիպտոսում Սինայի թերակղզում վթարի է ենթարկվել ռուսաստանյան մարդատար ինքնաթիռ, օդանավում գտնվել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ։ Ռուսաստանում ՍՔՕ օր է հայտարարվել։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կառավարությունից խնդրեց իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղ ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկություններ, որից անմիջապես հետո իշխանությունները հայտարարեցին գործը կարճելու մասին։ Սերժ Սարգսյանի և Վովա Գասպարյանի Հայաստանում արտագաղթ չկա, մարդիկ հայրենադարձում են, Արարատի և Կոտայքի մարզերը բարգավաճում։ Հակառակորդը Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 8000 կրակոց։ Միջազգային մամուլի անդրադարձը վերջին ամիսներին ռուսաստանյան ինքնաթիռները հրթիռակոծում են Սիրիան, երբեմն հարվածներ հասցնելով նաև ապստամբական խմբերի դիրքերի ուղղությամբ, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից։ Այսօր Սինայի թերակղզում վթարի է ենթարկվել ռուսաստանյան մարդատար օդանավ, որում գտնվել են 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ։ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus ինքնաթիռը ռադարներից անհետացել է Լառնակայի շրջանում։ Անհետանալուց որոշ ժամանակ առաջ օդանավի անձնակազմի անդամները վայրեջքի թույլտվություն են խնդրել մոտակա օդանավակայանում։ Կահիրեի օդանավակայանի կարգավարները հայտնել են, որ ինքնաթիռը գտնվել է մոտ 9000 մետր բարձրության վրա, երբ հրամանատարը կապնվել է իրենց հետ և վայրեջքի թույլտվություն խնդրել տեխնիկական խնդիրների պատճառով։ Դրանից հետո կապը նրանց հետ ընդհատվել է։ Օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը, եգիպտացի փրկարարներն արդեն դուրս են բերել զոհերի մարմինները։ Նրանց տեղեկություններով ողջ մնացածներ չկան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում աղետի ենթարկված օդանավի զոհված ուղևորների հարազատներին։ Նա հանձնարարել է կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին պետական հանձնաժողով կազմավորել։ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը գլխավորել է հանձնաժողովը և մեկնել Կահիրե աղետի մանրամասները պարզելու համար։ Պուտինը հրահանգել է աղետի զոհերի հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, իսկ նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարարվել է ՍՔՕ օր։ Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։ Մենք օրինակ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի ծավալների մասին, հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Հայկական ժամանակի հարցմանի պատասխան ասել են դեսպանատնից։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեծ հեծրությունում նշեց, որ այն տեղեկատվությունը, որը գաղտնի չէ, հասանելի է բոլորի համար։ Միևնույն ժամանակ ավելացնելով. Ես իմ տեսակետը դիվանագիտական կորպուսի հետ առհասարակ բազմիցս հայտնել եմ, որ այն դիվանագետները, դեսպանատները, միջազգային կառույցները իրենք տվյալ երկրներում եւ պետություններում կոչված են նրա համար, որպեսզի իրականացնեն որոշակի գործառույթներ եւ չմիջամտեն այդ պետությունների բոլորին է վերաբերում ներքին գործերին կամ այնպիսի մի գործողությունների, որոնք վերապահված են այդ պետության իրավասությանը, պետական մարմինների իրավասությանը։ Եթե կա ես չի ուզենա այս բանը գնահատական տալ, եթե կա անհանգստացնող փաստեր, ապա դրանք կարող են հրապարակել, կարող են դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնել եւ միջազգային հանրության եւ տվյալ երկրների միջազգային առումով։ Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ԱՄՆ դեսպանատան այս հետաքրքրվածությունը ողջունում է, ասում է, իրենք սեփական փորձով գիտեն, թե ինչպես է ոստիկանությունը քննում, որոշում կայացնում եւ փակում գործերը։ Ուստի միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ հավաստիացումներ ստանալու ցանկությունը շատ տեղին է։ Վերջինիս համար անհասկանալի է նաեւ ՀԿ-ականների այն ակնարկները, թե պետք չէ միջամտել երկրի ներքին գործերին։ Իսկ որ փողեր եք ուզում, գրանտներ եք ուզում, ծրագրեր եք ուզում, ֆինանսավորում եք ուզում, հենց նույն ոստիկանության համար, հենց նույն դատական համակարգը լավելու համար, դրա մասին չեք մտածում, որ եթե մարդիկ ձեզ փող են տալիս, նաև պահանջելու են արդյունքները։ Մյուսը, եթե Հայաստանի Հանրապետությունը միջազգային կառույցներին անդամագրվում է, եթե մենք ստորագրում ենք միջազգային կոնվենցիաներ, որոնք մեր օրենքներից պետք է բարձր լինեն, եւ այդ կոնվենցիաներն ու միջազգային կառույցները պահանջում են թափանցիկություն, հաշվետվողականություն, դրա մասին չեք մտածում, թե մտածում եք միջազգային կառույցները պարտավոր են մեզ
միայն փող տալ եւ ոչինչ չպահանջել։ Այսինքն դուք կուզեք լրագրողին ծեծել, քաղաքացիներին բանտ նստեցնել, падգամավորին բերման ենթարկել եւ միջազգային կառույցները ձեզ չհարցնեն, ինչու եք այդպես վարվում։ Այդ երկկողմանի ստանդարտը, կրկնակի ստանդարտ հենց իրենք են ուզում։ Լուծում, ասեմ, չեք ուզում այդպես լինի, դուրս եկեք այդ կառույցներից։ Միջազգային ոչ մի կոնվենցիա մի ստորագրել, եւ ոչ մի կոպեկ էլ բարեփոխումներ անելու համար մի ուզեք։ Այդ դեպքում կփակվեք ձեր երկրում, ինչպես ասենք Պակիստանում է, Աֆղանստանում է։ Հետաքրքրական է, որ դեսպանատան հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Երևանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կառչել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։ Այսօր Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կնոջ Ռիտա Սարգսյանի հետ ներկա են գտնվել հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերահսկման արարողությանը։ Արարողությանը ներկա եղել նաև եկեղեցու բարերար Վրաստանի նախկին վարչապետ Բիդինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ վեհափառ հայրապետի կողմից պարգևատրվել է հայ առաքելական եկեղեցու բարձր պարգևներով։ Կայացել է եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը, մինչ այդ սակայն տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Մի խումբ վիրահայեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։ Ուզում ենք ասել, որ քանի որ հասարակական պահանջ չկա նոր սահմանադրական փոփոխությունների, որը արվում է հատուկ իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու համար, մենք մեր բողոքի ձայնը նաեւ արտահայտեցինք ազատ Վրաստանում, որի իրավունք ունեն։ Что вы требуете? Что вы хотите? Что вы требуете? Սա եկեղեցու բացումը այդ Վրաստանը առաջինական ինչ գնացեք Բաղրամյանում արեցեք այս կանցորդը։ Գիտես ով է ինքը որ դու ես ազգի համար բանարել ես, բայց այդ մարդը գիտես ով է։ Ես այդ մարդուն պաշտպանում եմ, ուրա հարտակում եմ։ Սերժիկ, անցագործ, Սերժիկ, անցագործ, Սերժիկ, անցագործ, Սերժիկ, անցագործ։ Հայաստանի ոստիկանության հրապարակած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները նորանոր անակնկալներ են մատուցում։ Գալան ամփոփել ընտրողների թիվը նաև Կոտայքի մարզում։ Ընդհանուր հաշվով Կոտայքում ընտրողների թիվը կազմում է 237.536։ Այս թիվն իրականությունից չափազանց հեռու է, ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի Փեսայի Կարապետ Գուլոյանի ղեկավարած մարզում իշխանություններն ակնհայտորեն տրամադրված են առանց որևէ խնդիր անցկացնել հանրաքվեն ընտրացուցակներում առկա անճշտություններն ԱՅՈ-ի օգտին ծառայեցնելով։ 2012 թվականին Կոտայքի մարզում ընտրողների թիվը կազմել է 230.177։ Համաձայն 2011 թվականի մաշտահամարի տվյալների Կոտայքում առկա բնակչության թիվը կազմել է 245.324, մշտականը 254.397։ Բարգավաճ Հայաստան կուսակցության կազմից դուրս եկած Կարապետ Գուլոյանի ղեկավարած մարզն ակնհայտորեն շարունակում է բարգավաճել։ Կոտայքն այն բացառիկ մարզերից է, որտեղ բնակչության թիվն անընդհատ աճում է համաձայն պաշտոնական վիճակագրության։ Արդեն 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների Կոտայքի մարզում մշտական բնակչության թիվը կազմում է 254.900։ Կոտայքում մշտական բնակչությունն ըստ տարիքի եւ սեռի արված վիճակագրության համաձայն, եթե անգամ հաշվարկ կսկսենք 15 տարեկաններից,
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը չի անցնում 205,000-ը, սակայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընտրելու իրավունք ունի 237,536 քաղաքացի։ Հիշեցնենք, որ մշտական բնակիչ են համարվում այն մարդիկ, ովքեր փաստացի հաշվառված են, հետևաբար չպետք է, որ ոստիկանության պետռեգիստրով հաշվառված քաղաքացիների թիվը այդչափ տարբերվի մարդահամարի մշտական բնակչության թվից։ Ոստիկանությունը ցուցակների անճշտությունը բացատրում է այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Այս պատճառաբանությունը լսում ենք յուրաքանչյուր ընտրական գործընթացի շրջանում։ Այդ ընթացքում ցուցակները ոչ միայն չեն մաքրվում, այլ շարունակում են արհեստականորեն ուռճացնել։ Բարգավաճող Կոտայքում ընտրելու իրավունք չունեցող ավելի քան 30,000 քաղաքացի դեկտեմբերի 6-ին կգնա քվեարկության, թե ինչպես գիտեն միայն տարիների ընթացքում փորձառություն ձեռք բերած ընտրակեղծարարները։ Արարատի մարզում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 218,337։ Ընտրողների թիվն Արարատի մարզում 2013 թվականին կազմել է 213,071։ 2012 թվականին ընտրողների թիվը Արարատում կազմել է 207,229։ 3 տարվա ընթացքում ընտրացուցակներում արտագաղթին զուգահեռ ընտրողների թիվը ոչ թե պակասել է, այլ ավելացել 11,108-ով։ Հարկ է, որ ոստիկանությունը ոչ թե նույնաբովանդակ պարզաբանումներ տարածի, թե թվային տվյալները հոդվածագրի սուբյեկտիվ դատողություններն են, այլ հստակ փաստերով արձագանքի, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվը պակասում է, բայց ընտրողների թիվը շարունակաբար տարեցտարի ավելանում։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված վերլուծությունները եւ հրապարակումները ընտրողների ռեգիստրի հետ կապ ունենալ չեն կարող, նշում է ոստիկանությունը։ Պետռեգիստրում ներառում են նաև հանրապետությունից 1 տարուց ավելի բացակայողների թիվը։ Ոստիկանությունն էլ արդարանում է, որ առեղծվածային թվային տվյալների պատճառն այն է, որ իրենք իրավասու չեն օտարերկրյա պետությունում գտնվող եւ տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին սեփական նախաձեռնությամբ հանել ընտրողների ցուցակներից։ Իշխանություններն էլ համառորեն հրաժարվում են հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ընտրացուցակները, որ բոլորի համար ակնհայտ լինի օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ ապրող քաղաքացին, ում անունը նույնպիսի համառությամբ ընդգրկում են ցուցակներում, արդյոք կեղծարարների ջանքերով մասնակցել է ընտրություններին։ Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան զույգը ձեռք-ձեռքի տված բոլորի աչքի առաջ զբաղված են թվային մանիպուլյացիաներով, իսկ մեզ հորդորում են վիճակագրությունը չմտցնել իրենց աչքը, քանի որ դրանք իրականությունից կտրված են, կապ չունեն պետռեգիստրի հետ։ Իրականն իրենց թվերն են, Սերժ Սարգսյանի եւ Վովա Գասպարյանի Հայաստանում արտագաղթ չկա, մարդիկ հայրենադարձում են։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ-անոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Բուխարեստում կոլեկտիվ գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ, շուրջ 200-ը վնասվածքներ են ստացել, կա մտավախություն, որ զոհերի թիվը կավելանա։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերային ակումբում ռոք համերգի ժամանակ։ Այդ պահին սրահում գտնվել է շուրջ 400 մարդ, հիմնականում դեռահասներ եւ երիտասարդներ։ Հրդեհից հետո սրահում գտնվողները շտապել են դեպի երկու մուտքերը եւ խուճապ է սկսվել։ Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն, նշվում է, որ համերգի ժամանակ հրավառություն է տեղի ունեցել։ Տուժածներից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վերջին ամիսներին ռուսաստանյան օդանավերը հրթիռակոծում են Սիրիան, երբեմն հարվածներ հասցնելով նաև ապստամբական խմբերի դիրքերի ուղղությամբ, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից, գրում է Շիվոն Օգրեյդին Foreign Policy հանդեսում, սակայն Նիկոլյա Սարկոզին ժամանակից շուտ սկսում է 2017 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը եւ հետեւելով Մարին Լեպենի եւ մյուս ֆրանսիացի աջակողմյանների օրինակին կողմ է արտահայտվում Մոսկվայի դիրքորոշմանը։ Սարկոզին Մոսկվայում հայտարարել է, որ
սիրիական եւ այլ մարտահրավերների արկայության դեպքում անգամ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Սարկոզիին ժամանակին 2007 թվականին անվանել են սարկո-ամերիկացի իր վարած արտաքին քաղաքական ուղեգծի համար եւ նրա հռետորաբանության մեջ սա հսկայական տեղաշարժ է։ Երբ նա նախագահ էր, պաշտոնական Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում ուներ, քան իրեն նախորդած Շիրակը, սակայն հիմա նրան պետք է խաղալ ներքին քաղաքական ասպարեզում, իսկ ֆրանսիական ընտրազանգվածն ավելի շատ աջակողմյան է դառնում։ 2017 թվականի ընտրություններից առաջ Սարկոզին ցանկանում է գրավել թե ցախակողմյան, թե աջակողմյան ընտրազանգվածին։ Դա ակնհայտ դարձավ, երբ նա հայտարարեց. Ռուսաստանը եւ Եվրոպան պետք է գործեն միասին, եւ աշխարհը Ռուսաստանի կարիքն ունի։